Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես մի շարք քաղաքական ուժեր պատրաստվում են ռևիզիայի ենթարկել խաղաղության օրակարգը, վարչապետի խոսնակի դեր ստանձնում։ բայց չէ, Ես էլ լրացնում եմ ձեր հարցը։ իրական շնորհակալ եմ եւ այնուհետեւ եթե ես չեմ սխալվում, շարունակվում է միտքը հետեւյալ ուղղությամբ, որ դա պատերազմի դուռ բացելու վտանգ է պարունակում։ Այո, դա այդպես է մեր ընկալմամբ եւ Կարող ենք ասել, որ Ադրբեջանի համար նախընտրելի թեկնածուն Հայաստանում քաղաքացիական պայմանագրի։ Գիտեք, դուք ինչ ուզում եք կարող եք ասել եւ այդքան էլ դա չի Անեք կներեք ու վերջ իմ թեմայից էր երևի դուք սրան պատասխանել եք կներեք եթե ես չեմ լսել երբ քաղաքացիությունը Դանիել Յովհաննիսյանը Սարթուր Սարգսյանց առաջարկում են կամ քննարկել են նախկինում են առաջարկել եկեղեցու հատուկ կարգավիճակ կսահմանադրությունից հանել դուք դրա կողմնակցեք թե մեր տեքստում եկեղեցու կտորը այնպես կա նախատեսված ինչպես այսօր է Տիկին Գալյան քրեակատարողականների մասնիկան հստակ նշում եք, որ ապագայում փոփոխություններ են լինելու, այսինքն Նուբարաշյանի մասով մենք առաջիկայում չենք տեսնում, հստակ ժամկետներ նշվում են, Նուբարաշյանը երբ չենք տեսնում։ Իրականում ես համար էլ որքան շուտ այնքան լավ տարբերակն է գործում, բայց դրա համար իրականում բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ են պահանջվում եւ այս պահին բանակցում ենք մասնավոր ընկերության հետ հասկանալով թե ինչպիսին է լինելու գնառաչարկը որպեսզի կողմնորոշվենք թե որ տարբերակին ենք ավելի հակված բայց վստահաբար այդ ուղղությամբ աշխատում ենք եւ առաջիկայում որոշումը արդեն թղթին հանձնված կունենանք եւ կգնանք Նուբարաշյանը փակելու ճանապարհով բայց քանի որ նոր շենքի կառուցման կամ առնվազն վերակառուցման հետ են գործ ունենալու առաջիկա 2 տարիները պետք է նկատի ունենալ։ Իսկ մյուս քրեակատարողականները պատրաստ են լինելու արդյոք Նուբարաշյանի մարդկանց տեղափոխելու, այսինքն ոնց է մարդկանց նոր քրեակատարողական հիմնարկը ծավալային առումով պետք է պարունակի այն քանակակազմը, որը բավարար է, որպեսզի Նուբարաշյանը այլևս գոյություն չունենա։ Այսինքն Նուբարաշյանի քանակությամբ, Նուբարաշյանը որքան անսպասարկում է, այդքան կամ ավել քանակությամբ, ըստ էության 700 մարդու մասին է խոսքը, բայց մենք փորձելու ենք ծածկել 1000-ի խնդիր, իհարկե նաև զուգահեռաբար մենք ուզում ենք, որ ավելի շատ քրեակատարողական հիմնարկներ լինեն, որոնք ունենան բաց ու կիսաբաց ռեժիմներ։ Այսինքն այն կգործի մինչև նոր շինության կառուցումը։ Այո, դեռ կշարունակի գործել, բայց կփորձենք ապավել նվաստան հարաբերությունները։ Իսկ համաներման իրականացում ստարտվում է թե ոչ։ Ոչ, որովհետև այն կարծիքն ունենք, որ պետք է պատժից ավելի վաղ ազատվեն այն անձինք, որոնք ավելի պատրաստ են վերադառնալ հասարակություն եւ չպետք է դա անել անհասցե։ Անհասցե է ավելի շատ համաներումը, այսինքն իհարկե հանցագործությունների շրջանակ որոշվում է, բայց անհատականացված չէ, կոնկրետ անձանց չենք գնահատում այդ դեպքում, իսկ պայմանական վաղակետ ազատման ինստիտուտի պարագայում անհատականացված մոտեցում է ցուցաբերվում եւ ես այսօր զեկույցում նշեցի, որ 2025-ին ազատվել է 170 անձ պատժից պայմանական վաղակետ, նախորդ տարվա 134-ի կամ 35-ի փոխարեն, այսինքն մենք տեսնում ենք քանակական աճ եւ նաեւ ունենք հանձնառություն ակտիվացնել այս ինստիտուտը եւ լավարկել, որպեսզի առաջիկայում ավելի մեծ քանակությամբ անձինք ազատվեն կամ կարողանան հավակնել ազատվել պատժից։ Տիկին Գալյան, քաղաքացիական պայմանագիրը 6 տարի առաջ ամբողջական քարտեզով էր քարոզարշավը իրականացնում, հիմա կիսատ քարտեզով է քարոզարշավը իրականացնում։ Քաղաքացին, որ հարցնի ինչու է կիսատ, դուք եկաք կիսեցիք ձեր պատասխանը եւ ինչ վստահություն կա, որ այս անգամ ընտրվելիս նորից չեք կիսի քարտեզը։ Հայաստանի Հանրապետության քարտեզը Հայաստանի Հանրապետության քարտեզն է իր հստակ տարածքով, որի վերաբերյալ կարծում եմ դուք շատ լավ գիտեք եւ պետք չէ մանիպուլյացիոն հարցեր տալ այս քարտեզը։
6 տարի առաջ էլ նույնն է։ Իսկ դուք էստեղ եք եղել 6 տարի առաջ եւ հիմա կարող է նկատել եք ինչ-որ բան, որ տեղի ունեցավ մեր կյանքում, որ չէինք ուզում տեղի ունենալ։ Իսկ Նկատել եք, Փաշինյանը ինչ ասում է, որ ես կամ խոսքը։ իշխանության պատերազմ չի լինելու։ Ես եթե չգամ, կլինի։ Իսկ նկատել եք, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրում է տեղի ունեցել եւ ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է եւ մենք պետք է փայփայենք ու այնպես անենք, որ խաղաղ միջավայրում գնանք դեպի կայուն ու զարգացող ապագա։ Այդ ինձ թվում է ինչ որ մի հատված բաց եք թողել դուք։ Ուշադիր եղեք։ Իրակի, եթե չեմ սխալվում, տեղեկություն տարածվեց, որ Վարդաշեն քրեակատարողականից կարպես գալանավոր էր փախուստի դիմել, դուք ինչ տեղեկություն ունեք այդ մասով։ Մենք մեր գործընկեր կառույցների հետ աշխատում ենք հայտնաբերման ուղղությամբ, այդքանը կարող եմ ասել։ Նախորդ ճեպազրույցներում դուք էլի անդադ խոսել եք, որ ինքնավնասման դեպքերը կանխելու համար կալանավայրերում, այսպես ասած, աշխատանքներ տարվում են, բայց վերջին շրջանում էլի տենց մի դեպքեր եղել եւ կանխվել էր կարծես խցակիցների կողմից։ Խցակիցների բարձրաձայնումով աշխատակիցների կողմից մենք, եթե չեմ սխալվում, տարեսկզբից 5 կամ 6 ինքնասպանության փորձի դեպքեր ենք ունեցել։ 5 կամ եւ ունեցել ենք 1 ինքնասպանության դեպք։ Այս խոսում եմ բանի մասին, որ ինքնասպանությունները կանխվում են, բայց գուցեև այո գործիքակազմը բավարար չէ, որ իսպառ կանխվեն կամ վերանան ինքնասպանությունները եւ ինչեր ինքնասպանությունները տարբեր փորձերը օրինակ ունենք մեկ պետական դավաճանության մեջ մեղադրվող անձ, որը ինքնասպանության փորձեր արել, մեկը հոգեկան առողջության խնդիրներ, մեկը չէ, երկուսը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք էին եւ ինքնավնասումների հետ կապված ուզում եմ նշել, որ թիվը էապես նվազել է, մենք վիճակագրություն կարող ենք ներկայացնել կամ հաջորդ ճեպազրույցին ես ձեռքս տակ խոստանում եմ կունենամ թվական տվյալները, բայց դուք հստակ կտեսնեք, որ օրինակ եթե տեսնում եք 100 ինքնավնասման դեպք, այդ 100 ինքնավնասման դեպքերը օրինակ կատարվում են 10 անձի կողմից եւ ոչ թե 100 անձի կողմից, այսինքն հստակ կան անձանց խմբեր, որոնք հակված են ինքնավնասումներ կատարելու կամ դիմելու ինքնասպանության։ Աշխարհում էլ է այդպես եւ միայն քրեակատարական հիմնարկներում չէ։ Այդպես է։ Գուցե հարցը նախորդի հնչել է, ես չեմ ֆիքսել, բայց այդուհանդերձ սահմանադրությունը ունի նաև փոփոխելի հոդվածներ, եթե չեմ սխալվում։ Խնդրում եմ ասել, սահմանադրության նոր նախագծում արդյոք փոփոխելի հոդվածներին անդրադարձ եղել է, մասնավորապես այն հոդվածին, որը սահմանում է կառավարության անդամի ներկայացվող պահանջները։ Դա թողնվել է նույնությամբ եւ ազգային ժողովուրդ։ Մենք այն կարծիքին ենք, որ այն ցենզերը, որոնք այսօր սահմանված են, մասնավորապես միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը, վերջին տարիներին բնակության ցենզը պետք է պահպանվեն եւ падգամավորների համար եւ ըստ այդմ նաեւ կառավարության անդամների համար։ Ես նկատի ունեի նաեւ ցանկալի դրույթի փոփոխելիության ստատուսը վերանայման նկատի ոչ։ Այս բան չենք քննարկել, բայց գիտեք, մենք մի հանգամանք ենք քննարկել, արդյոք պետք է ճկունությունը պահպանենք սահմանադրության փոփոխության եւ այս պահին հստակ որոշում չունենք, բայց գոնե մենք առաջարկել ենք քննարկել ավելի կոշտ մոտեցումները, օրինակ հնարավորություն ենք առաջարկել փոփոխություններն իրականացնել երկու գումարման ազգային ժողովների կողմից, որպեսզի հեշտ փոփոխություններ հնարավոր չլինի իրականացնել, բայց սա թեզ է, որը դեռ չի քննարկվել, կքննարկվի ապագայում։